Պարոն Սանոսյան, ես կուզենայի, որ դուք նաև տեղեկատվություն տաք նաև Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների կառուցման վերաբերյալ, որը ըստ էության չպլանավորված աշխատանք է, բայց որը մենք անում ենք եւ խնդրում եմ տեղեկություններ տվեք, թե ինչ ընթացքի մեջ է Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների կառուցումը եւ մենք պարբերաբար սոցիալական ցանցերում եւ մամուլում տեսնում ենք պնդումներ, թե Սյունիքի մարզում կան գյուղեր, որոնք հայտնվել են շրջափակման մեջ։ Հիմա ես ուզում եմ իհարկե դրան անդրադարձել ենք, բայց եւս մեկ անգամ անդրադարձեք։ Մենք ունենք գյուղեր, որոնք գտնվում են շրջափակման մեջ, թե չունենք։ Եվ ի վերջո, եթե չունենք, որտեղից այդ տեղեկատվությունը ամենօրյա ռեժիմով շրջանառվում մամուլում եւ սոցիալական ցանցերում։ Փաստացի մենք ունենք 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում ենք։ Ճանապարհներից մեկը Տաթև-Աղվանին է, որը համարում ենք ավարտված է, բավական ժամանակ է, երթևեկելի է, նորմալ է եւ նշել ենք այդ մասին, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, հիմա 2 շերտն է տեղադրված։ Գարնանը, եթե որոշ թերություններ լինեն, կշտկենք, 3-րդ շերտը կտեղադրվի։ Մյուս 6 հատվածներում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան։ Այդ 6 հատվածներից մեկը Քաշունի Բարսավան ճանապարհն է, որը 9.5 կիլոմետր է, ճանապարհի մի մասը մոտ 3.5-4 կիլոմետր արդեն ամբողջովին հողային ծածկույթի աշխատանքներ իրականացվել են եւ մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերով բարեկարգման, ճանապարհի անսանելիության կարգավորման եւ անհրաժեշտության դեպքում նաեւ խճապատման աշխատանքներ։ Մյուս ճանապարհը Տանձավեր Շուրնուխ ճանապարհն է, որը 13 կիլոմետր է, մի մասը ամբողջովին նոր է կառուցվում եւ այնտեղ որոշակի դժվարություններ կան, անտառի հատված կա, որտեղ անցնում է, այնտեղ նույնպես աշխատանքները շարունակվում են, բայց ուզում եմ նշել, որ նույն Շուրնուխ գյուղը, որ մենք հաճախ նշում ենք, առնվազն 2 ճանապարհ ունի։ Մեկը Խոտ Որոտան Շուրնուխ ճանապարհն է, որը գործում է, նորմալ է, երթևեկեն մեր հայրենակիցները, մյուսը Շուրնուխ Բարսավան եւ արդեն նշեցի այդ կառուցվող ճանապարհը, որը անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։ Որոտան Խոտ ճանապարհը 10 կիլոմետրից 5 կիլոմետր ամբողջովին պատրաստ է, բայց պատրաստ նկատի ունենք ոչ թե ասֆալտապատ, այլ հիմքը ամբողջովին երթևեկության համար պատրաստ է։ Մյուս 5 կիլոմետրի վրա նորից իրականացում են բարեկարգման, խճապատման աշխատանքներ եւ 2 ճանապարհահատված ունենք Կապան Ճակատեն եւ Կապան Գեղանուշ Ճակատեն։ Երեկվանից օրեր առաջ սկսվել էր Գեղանուշ Ճակատեն հատվածի հողային աշխատանքները, երեկվանից սկսել ենք նաեւ խճապատման աշխատանքները, որոշակի թեկություններ կան եւ 2-3 օրվա ընթացքում խճապատման աշխատանքները կավարտենք, ճանապարհը ավելի հեշտ ու անցանելի կլինի։ Դրան զուգահեռ մենք կկառուցենք Կապան Ճակատեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ եւ ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնել, երբ որ ավարտական տեսքի բերենք։ Եվ իհարկե շարունակվում է Տաթև Լծեն 19 ու 9 կիլոմետր ճանապարհների աշխատանքները, այնտեղ մոտ այս պահին 6.5 կիլոմետր աշխատանքներ են իրականացվել, երկու ընկերություն տարբեր կողմերից աշխատում են, նախագծման աշխատանքներն ավարտվել են, ինչը ավելի է հեշտացնում արագ աշխատանքների կազմակերպումը։ Մեր պլանը հետեւյալն է, որ այդ բոլոր ուղղություններով Տաթև Լծեն հատվածը մի քիչ ավելի երկար է, բայց դեպի գյուղեր տանող ուղղություններով մենք օր առաջ ունենանք գրունտային վիճակում գտնվող ճանապարհ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար եւ բոլոր եղանակներին։ Այսինքն այդ ճանապարհը կսպասարկվի շինարարության սեզոնի մեկնարկին պես, մենք այդ բոլոր ճանապարհները կասֆալտապատենք։ Այսինքն մեր ծրագիրը հետեւյալն է, որ գյուղերի ճանապարհները եւ նաեւ Տաթև Լծեն ճանապարհատվածը 2022 թվականին ամբողջությամբ ասֆալտապատ վիճակում կլինի։ Մենք նաեւ պարոն Պապիկյանն այն ժամանակ դեռ փոխվարչապետ էր, պայմանավորվեցինք, որ Խոտանան գյուղի հատվածում նաեւ շրջանցիկ ճանապարհ կիրականացնենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն, որովհետև այնտեղ մի հատված կա, որ մի քիչ նեղ է եւ նաեւ խնդիրն է նա, որ այդտեղ
ոչ թե պրոբլեմա, այլ պրոբլեմ չի, դա տրանսպորտային առումով խնդիր կա, որ հենց ճանապարհի եզրին եկեղեցի կա, որ պատմամշակութային հուշարձան է եւ այդտեղ լայնացնելու առումով պրոբլեմ կունենանք, ավելի լավ է այդ գյուղի նախ ճանապարհը շատ լավն է, դա կմնա գյուղական նշանակության ճանապարհ եւ 5 կիլոմետր շրջացիկն է Էլի պետք է այնպես անել, որ հնարավորինս արագ գրունտային վիճակը պատրաստ լինի, իսկ արդեն 2022 թվականի ընթացքում միջև բոլորը միասին իհարկե կապված եղանակային պայմաններին բոլորը ասֆալտապատ վիճակում կլինեն եւ մենք եւս 1-2 լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունենք, որը հիմա կսկսենք իրագործել, բայց դրանք արդեն հրատապ չեն։ Մեր խնդիրը հետեւյալն է, ես ինչքան հասկանում եմ, դեպի բնակավայրեր տանող ճանապարհները, էտիմ ասած գրունտային լավ վիճակի բերելու համար մեզ 10-15 օր, մոտավորապես աշխատանք է պետք, կամ որոշ հատվածներում գուցե մի քիչ ավելի երկար, բայց ըստ էության մենք արձանագրում ենք, որ չկա բնակավայր, որտեղ կենսապահովման կամ ընդհանրապես կտրված լինի, շրջափակման մեջ լինի։ Այո, չկա եւ Որոտանը, եւ Շուրնուխը, եւ Բարսավանը բոլորը ճանապարհներ ունեն, գլխավոր դժվարությունը մեր ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա 2-3 օրվա ընթացքում, երբ որ Գեղանուց ճակատեն հատվածը կխճապատենք, ավելի մատչելի կդառնա։ Բայց նաև արձանագրենք, որ այդ հատվածներում այդ գյուղերը նաև դեպի Մեղրի տանող ասֆալտապատ ճանապարհ ունեն, այսինքն այդտեղ ճանապարհի կարճության մասին է խոսքը, որևէ կենսապահովման կամ խնդիր չկա, ուղղակի ենթակառուցվածքի հարմարության մասին է խոսքը, որ առավել հարմար ենթակառուցվածք լինի, եւ մենք այդ հարցը շատ արագ ձևով կլուծենք։ Մարզպետարանը հստակ աշխատում է համայնքների հետ, կարիքների դեպքում բոլոր միջոցառումները իրականացվում են, նաեւ այնի գործընկերներն են այնտեղ կազմակերպել ճանապարհի վրա որոշակի նաև ձմռան ընթരാճ տեղեր են սահմանվում տաքացման համար կամ այլ կարիքների օժանդակության, եթե մեքենաների անսարքություն լինի, համակարգված կա, տեղերը գիտենք եւ համատեղ այդ աշխատանքներն անում ենք։ Նաև ասեմ, որ ճանապարհի երկարացման ժամանակավոր կապակցությամբ 6 գյուղերի բնակիչներին, ընտանիքներին մենք հատկացրել ենք բենզին, վառելիքի համար գումար, նաև լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերել, որպեսզի ժամանակավոր դժվարությունները լոգիստիկ հնարավորինս կոմպենսացնենք եւ մեր հայրենակիցները լրացուցիչ բարդություններ չունենան։ Այսօր առավոտյանից զեկուցել են, որ լրացուցիչ կենսապահովման համար անհրաժեշտ միջոցներ, դեղորայք, ոչ թե նրա համար, որ կտրված են, այլ նրա համար, որ լոգիստիկ որոշակի դժվարություններ կան, նշված, պարոն Սանոսյանի նշված, եւ վառելիքի լրացուցիչ կտրոններ են հատկացվել կառավարության կողմից, այսինքն աշխատանքային խումբը, Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել եւ այսօր առավոտյան ինձ զեկուցվել է, որ 6 գյուղերի բոլոր 250 ընտանիքներին համապատասխան աջակցություն է ցուցաբերվել։